Կասման ինչպես է գնահատում ոստիկանները։ Բավարար։ Իսկ այսօր որքանով է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պատրաստ համաչափ ուժ կիրառելով չարտոնված միտինգները ծրել։ Ես կարծում եմ, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանությունը ապացուցեց, որ համաչափ կիրառում է ուժ։ Այստեղ անքննելի եւ անվերադարձ է դա։ Այլևս այդպես է լինել։ Այսինքն, պարոն ոստիկանապետ, 2008-ին անհամաչափ ուժ է կիրառվել եւ ոստիկանությունն իրեն մեղավոր համարում է 10 օրերի։ Ես չեմ կարող գնահատականներ տալ, որովհետեւ այդ միջոցառմանը ես չեմ մասնակցել, ես չեմ կառավարել։ Ես ձեր նման եղել եմ հանդիսատեսի կարգավիճակում։ Եթե Աստված Անկախ ամեն ինչից լրատվամիջոցները ինչեր էին պատմում այն ժամանակ եւ դրանից հետո եւ նշանակվելու ժամանակ իմ դերը մարտի 1-ի հետ կապված։ բանակի ներգրավման մասին է։ Աստված ամեն մեկին իր արդարությամբ թող դատի։ Պարոն ոստիկանապետ, ցուցարարները գոռում են ազատություն, արդարություն, միթե ազատություն գոռացողների վրա, այսպեսի ուժ կարելի է։ Պայմանական ազատություն, արդարություն գոռացողների վրա պայմանական ուժ են կիրառում։ Պարոն ոստիկանապետ, կարծես թե մենք ձեր կարծիքը չենք լսել Գորիսի դեպքերի հետ կապված։ Իհարկե ձին դատախազությունն է քննում գործը, սակայն իրավիճակը գնահատելով դուք Գյումրիում կարծես թե ինչ-որ քայլեր կատարեցիք իրավիճակը շտկելու։ Գորիսում այդ ընդհանրապես տարածաշրջանում, քանի որ նաև հանրությունը մտահոգություն ունի, հնարավոր է որ հերթական այցը Զեկուցեմ ձեզ, որ միջոցառումները մենք չենք անցկացնում այնտեղ, որտեղ դեպք է պատահում։ Մենք միջոցառումներ անցկացնում ենք ամբողջ հանրապետության տարածքում եւ եթե ուշադիր եք մեր լրատվությանը, ոստիկանության լրատվությանը, մենք բարբերաբար զեկուցում ենք զենք զինամթերք արգելավելու մասին, հանցագործություններ բացահայտելու մասին, տիկնազորներով մանակողների մասին եւ այլն բոլոր երևույթների մասին։ Ինչ վերաբերում է Գորիսի կոնկրետ դեպքին, վատ դեպքը, ես կարծում եի, որ մեսիջները, որոնք ուղարկեցի Գյումրիից, հասանել են բոլորի համար, բայց դա ազգային առանձնահատկություն է։ Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն էլ եւ նման մարդիկ էլ կհրաժարվեն այդ առանձնահատկությունից եւ կարծում եմ, որ կլինի բառից բուն իմաստով ապահով եւ խաղաղ երկիր։ Դա մեր բոլորի գործն է։ Այո, ես եմ։ Շատ են հնչում նախկին մարզպետի պատասխանատվության կոչերը, նրանք Ես իրավասու չեմ նման գնահատականներ տալու։ Ասել, որպես հետաքննություն անցկացրած մարմնի ղեկավար, արդյոք նման անհրաժեշտություն տեսնում եք եւ արդյոք հավատում եք, որ նա քնած է եղել։ Սիրելիս, ես ի տարբերություն ձեզ լրագրող չեմ։ Ես ոստիկանության պետն եմ Հայաստանի Հանրապետության եւ ես չեմ կարող այդպիսի, ռետորական հարցեր կամ պատասխաններ տամ։ Դատախազության վարույթում է գտնվում, զինվորական դատախազության վարույթում է գտնվում քրեական գործը եւ էթիկայի նորմի խախտում է իմ կողմից, որևիցե մի գնահատական տալ։ Լավ, այս օֆշորներին էլ անդրադառնանք, 3 հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել Սուքասյանին 1 տարի առաջ, կարծես հարուցված քրեական գործով եւ անմիջապես այսօր այդ հարցադրումն է ինչու 1 տարի առաջ հարուցված քրեական գործով 3 է մեղադրանք առաջադրել, երբ որ նրա գտնվելու վայրը այլևս անհայտ է։ Ոչ մեկի գտնվելու վայրը երկիր մոլորակի վրա անհայտ չի կարող լինել։ Գոնե մենք այս տարիների այս ընթացքում ապացուցել ենք, որ ամենահեռու երկրներից ենք բերում մեր զբոսաշրջիկ իրավախախտների։ Ուրեմն այստեղ ես խնդիր չեմ տեսնում, ինչի մի տարի մի քիչ ավելի քիչ ժամանակ է եղել, որովհետև ուսումնասիրությունների process այլ երկրների հետ գրագրությունները շատ դժվար են, շատ երկար են տևում։ Եթե մենք հին սովետական միության որոշ երկրների հետ ուղղակի հեռախոսային կապով կարողանում ենք որոշակի խնդիրներ լուծել, այստեղ այլ պետությունների հետ աշխատելուց մենք դիվանագիտական եւ այլն Ինտերպոլի եւ այլն խողովակներով ենք աշխատում, դա ունի իր բյուրոկրատական ձգձգման եւ այլն process-ները, դա է մեծ հաշվով։ Այսինքն argument է հնարավոր է նրան հայտնաբերելու։ Հնարավոր հայտնաբերելու խնդիրներ չունենք, աշխատում ենք, համարյա գիտենք ով որտեղ է գտնվում։ Աշխատենք, հիմա եթե ես ասեմ վաղը կբերենք, վաղը չենք բերի։ Նորից մենք ունենք դեպքերով ծանր դեպքերով հետախուզվողներ, որոնք հայտնաբերված են այս կամ այն երկրում եւ 2-3 ամիսա մենք չենք կարողանում բերել նորից դրանց օրենքների հետ կապված խնդիրները։ Այնպես որ
Պարոն Գասպարյան, եթե կարելի անդրադառնանք նորից միտինգներին, վերջին Ինչերին? այս ցույցերին Հանրահավաքներին։ նստացույցների ժամանակ նկատվում է նաև ոստիկանության կողմից միջոցառումների տեսանկարահանումը, հա։ Դա ինչի համար է արվում։ Դա արվում է մի քանի նպատակներով։ Նախ եւ առաջ, իմ սիրելիներս, դուք վաղը, եթե հանկարծ մի դեպք պատահի, ինձանից պահանջելու եք, որ տեսնում եք մարդիկ եկել են նստածույց էին անում կամ ինչ-որ միջոցառում էին անցկացնում, հանկարծ մի բան տրաքեց, հանկարծ մեկը վնասված ստացավ, հանկարծ մեկը մի սադրանք կազմակերպեց։ Դա օպերատիվ, դա մեր աշխատանքն է, մեր տնտեսությունն է։ Այ զարմանալի չի, որ դուք նկարահանում եք ինձ։ Այդպես էլ ես կարծում եմ զարմանալի պետք է չլինի, այն որ մենք նկարահանում ենք, մեր մոտ կոչվում է պանորամներ սյոմքը, ոնց է։ Որպեսզի մենք տիրապետենք իրավիճակին, հասկանանք ինչ է կատարվում։ Մի նստածույց անողի կողքը մեկը կարող է գա տոպրակով կանգնի, խոսա տոպրակը թողի գնա։ Պարոն Դու ոստիկանապետ, չգիտես այդ տոպրակը ոնց կդրսևորի իրեն։ Պարոն ոստիկանապետ, ինչու հենց հիմա այս զորավարժությունները սկսվեցին, արդյոք դա Եթե զգուշացնելու, մենք սոցիալական անարդարության դեմ պայքարող ժողովրդին զգուշացնելու միտում չունի, հաշվի առնելով Թուրքիայի այս օրերին Սոցիալական անարդարության դեմ պայքարող ժողովրդի կողքին կանգնած է նույն սոցիալական արդարություն ու ցանկացող ոստիկանը։ Այստեղ հանենք այդ հարցը, այդպես չի կարող հնչել։ Սա ուղղակի մեր մասնագիտական աշխատանքն է։ Ես չգիտեմ, դուք երևի կազմակերպում եք սեմինարներ, կլոր սեղաններ, չէ՞, ձեր լրագրողների մեջ, չէ՞։ Որակական փոփոխություններ, ակումբներ կան եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա մեր աշխատանքն է։ Այ կզարմանայի, պետք է զարմանայիք երևի թե ինչի նման միջոցառումներ չի կազմակերպվել։ Եթե նման միջոցառումները լինեին եւ հասարակության համար եւ ոստիկանության համար ընկալելի կլինեին բոլորի գործողությունները եւ կարծում եմ մենք զոհեր չէինք ունենա։ Սա այն մասնագիտական պարապմունքներն են, որը ուղղակի մենք մասամբ ցույց ենք տալիս ձեզ, մեր հասարակությանը, որպեսզի մեր հարկատուն տեսնի ոնց ենք մենք պատրաստվում, որպեսզի մեր հարկատուն հասկանա, որ ոստիկանությունը ոչ թե խոսքի համար, այլ փորձում է իր բոլոր թերություններով հանդերձ, դրանք շատ են, այնուամենայնիվ փորձում է նոր ոստիկանի կերպար ստեղծել։ Նախորդ զորավարժության հետ համեմատություն, եթե փորձենք անել, ինչ է փոխվել ոստիկանապետի աշխարհում։ Ներդաշնակությունը եւ կազմակերպվածությունը, եթե անցյալ անգամ դուք տեսել եք, որ դա առաջին անգամն էր այդպիսի փորձ արվում, ոստիկանները հոգեբանորեն էլ պատրաստ չէին, հանրահավաքի մասնակիցները նույնպես հոգեբանորեն պատրաստ չէին, Անգամ ավելի ակտիվացրել էին։ Պարոն հասկացա, սա արտոնված հանրահավաքներ, իսկ չարտոնվածների դեպքում Արտոնվածի ժամանակ ուշ չեն կիրառում։ հայտարարվեց արտոնված։ Սկզբից արտոնված էր, սակայն արտոնված հանրահավաքը դուրս է գալիս, հա, իր սահմաններից եւ չարտոնվածի ժամանակ օրենքը կա, ես զարմանում եմ, գոնե իմ նշանակումից հետո այս տարու կեսվա ընթացքում ես ամբողջ համակարգը այդ ընտրությունների թոհու բոհով անցնում էր եւ հանրահավաքները եւ երթեր եւ այլն երևույթներ բերեք գեթմի օրինակ չեք բերի, որովհետեւ մենք ուրիշ տեսակ ենք ուզում աշխատել, որովհետեւ մենք հասկանում ենք մեր խնդիրները։ Մոտ 1000 ցուցարարի համար 2000-ից ավել ոստիկան, եթե 10000 ցուցարար լինի, Սա այս ամեն ինչը պայմանական է։ Այսքան ուժերը 10000 մարդու պայմաններում են կիրառվում, որ դուք իմանաք։ Սա ինչ որ մի մասն է ստորաբաժանումների մեջ։ Իհարկե հավաք միջոցառումն է։ Մենք բոլոր ստորաբաժանումներից մարդիկ ունենք, նույնիսկ տարածքային ոստիկանության պետերին եւ որոշ աշխատակիցների մենք հրավիրել ենք, որպեսզի տիրապետեն իրավիճակին, տեսնեն, հասկանան, իրենք զգան այդ պայթումները եւ այլն երևույթները։ Իսկ իհարկե չտա Աստված մեծ լայնամասշտաբ միջոցառումների ժամանակ մի քանի անգամ ավելանալու է այս ուժը, բայց դա չի նշանակում, որ դա գործելու է բիրտ օրենքից դուրս եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն եթե չհաջողվի ցրել այդ ամբողջ զենք չկիրառվի, Մենք կաղոթենք, որ չհաջողվի։ բայց կկիրառվի զենք, եթե չհաջողվի։ Զենք բացառում եմ կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ բոլոր պարագաներում։ Եթե զենք կիրառելու է, եթե զոհվել է պետք, թող առաջինը ես զոհը լինեմ։ Բայց զենք չի կիրառվի ոչ մի պարագայում։ Մենք ունենք հատուկ միջոցներ, որի մի մասն ենք ընդհանրապես ցուցադրում այստեղ,
բայց ունենք եւ անհատական հատուկ միջոցներ, որոնք տրավմատիկ են, որոնք մարդ չեն սպանում եւ Դուք այնպես հեշտեք խոսում սպանելու եւ վիրավորելու մասին, այդպես չի կարող լինել այս երկրում։ Չի կարող լինել։ Չպետք է լինի։ Եվ այդտեղ դուք մեզ պետք է օգնեք, մենք էլ ձեզ։ Եվ կրկին այդ օֆշորներին անդրադառնանք։ Աշոտ Սուքիասյանը փաստորեն նամակ է գրել, որ ինքն է գրանցել վարչապետի վարչապետին եւ Կճոյանին։ Դուք դա արժանահավատամարում եք, էլի կարող է հռետորական որակ եք իմ հարցը, բայց Նորից պայմանավորվենք։ Ես ոստիկանության պետն եմ, վաղը ինձ կմեղադրեն իմ ցանկացած կարծիքի դեպքում, այս կամ այն օգտին ինչ-որ հարցին պատասխանելու։ Որպես քաղաքացի համոզմունքն ունեմ, բայց ուսադիր գրելու պայմաններում այստեղ կանգնած իմ քաղաքացու կարծիքը թողեք մնա ինձ։ Իսկ ինչ վերաբերում է ոստիկանության պետի, զեկուց եմ ձեզ նորից, որ գնում են նախաքննություն եւ կատարում են անհրաժեշտ բոլոր օպերատիվ ու քննչական միջոցառումները։ Եվ գոնե մենք այս ամբողջ ժամանակահատվածում ցույց ենք տվել, որ մենք բաց ենք աշխատում։ Ցանկացած ահազանգին մեր լրատվամիջոցը պատասխանում է։ Ես այս խոսք եմ տալիս, որ ամբողջ ընթացքը այդ գործերի, որը ձեզ կհետաքրքրվի, կարող եք մոտենալ լրատվության պետին եւ ինչ թույլատրելի է տվյալ գործի քննության սահմաններում կստանաք, իսկ ավարտին արդեն մենք բաց կխոսենք այդ մասին։ լավ, եթե այդ հարցեր չկան, Պրոշյանի ցել խոսենք, Հապրաշյանի գյուղապետի նախկին պաշտոնակատար, ով հրաժարական դրեց, հայտարարում է, որ իրեն սպառնացել են եւ ձեզ հետ հանդիպում էր խնդրում, որպեսզի ձեզ ներկայացնի այդ փաստերը։ Դուք ինչ-որ կերպ ընդառաջեք այդ խնդրին։ Ցանկացած քաղաքացի երբ հանդիպում է խնդրում ոստիկանության պետի հետ, եթե հանկարծ ոստիկանության պետի հետ չի հանդիպում, կոմպետենտ անձնավորության հետ հանդիպում, որտեղ լուծում են բոլոր խնդիրները։ Նորից կզեկուցեմ ձեզ չի եղել մի դեպք, երբ մենք դամուտ չլինենք նման դեպքերը։ Իհարկե Սպառնալիքների նախադրյալներ դուք տեսնում եք, դուք եղել եք այնտեղ, չէ՞, անձամբ կարծես, դուք նման բան։ Ես տեսել եմ մի բան, որ մեր հասարակության մեջ անընդհատ մեկը մյուսին սպառնում է։ Եվ ուզում եմ, որ մենք բոլորս միասին այդ սպառնացողներին եւ սպառնվողներին խաղաղացնենք։ Մի պարագայում դա ճշմարտությանը համապատասխանում է, մյուս պարագայում դա իր երևակայություններն է, բայց բոլոր դեպքերում դրանք ուսումնասիրման կարիք ունեն եւ դա արվում է։ Շատ շնորհակալություն, կներեք, որ ձեզ անձևի տակ ենք թողում, աստված ձեզ պահի։